Այս իշխանությունների մոտ, որքան էլ հիմա փորձում են խմբագրել Փաշինյանի հայտնի հայտարարությունները, բայց այնուամենայնիվ դա ակնհայտ է եւ գիտենք, որ 110-րդ տարելիցը պետական միջոցառումներով ուղեկցված չի լինելու։ Եթե լինի, ապա դա ինչ-որ թաքուն, ինչ-որ միջոցառում է լինելու, որտեղ մինչ այս պահը մենք տեղեկություններ չունենք։ Գիտեք, ցեղասպանության հետևից գնալը ոչ թե դա հավերժ սուք է, ինչպես իրենք են ներկայացնում, այլ ցեղասպանության հետևից գնալը դա կանխումն է նոր ցեղասպանությունների։ Եվ եթե այս իշխանությունները ուրանում են, հրաժարվում են, հերքում են ցեղասպանությունը, ապա իրենք ուղիղ հրավեր են կատարում նոր ցեղասպանության։ Սա եթե դիտարկենք հուզական պահը մի կողմ դնենք, ամեն ինչ մի կողմ դնենք, դիտարկենք զուտ քաղաքական ուղղությամբ, ապա սա կոնկրետ վտանգ է հենց Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը որ իրենք անում են, որովհետև մինչ այդ այս 1.5 տարվա ընթացքում չդատապարտվեց նաև Արցախում տեղի ունեցածը։ Եթե իրենք հիմա հերքում են 110 տարի առաջ եղածը, ապա իրենց աչքի առաջ տեղի ունեցավ նույն ցեղասպան գործողությունները Արցախում արդեն Ադրբեջանի կողմից, որը առ այսօր հերքում են այս իշխանությունները լեգիտիմացնելով Ադրբեջանի արածը։ Արցախի էթնիկ զտումը եւս դուք ինչպես նշեցիք, էլի ցեղասպանություն կարող ենք դիտարկել։ Մենք տեսնում ենք այս իշխանությունների կողմից հետևողական քաղաքականություն, նաեւ արցախցիներին դեմ եւ այդ քաղաքականությունը որդեգրվում է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ԿՊ-ական հայտարարություններով, ավելի վաղ նմանատիպ հայտարարություններ նաեւ Փաշինյանն էր անում, ասելով, որ հիշում է խցանումները, թե ինչպես էին դուրս գալիս Ստեփանակերտից։ Գիտեք, շատ վտանգավոր է, որովհետև այդ շարքում եկեք ավելացնենք նաև Հայաստանի քաղաքական օրակարգը սպասարկողին ԱԳՆ արտաքին գործերի նախարարին, որը եւս զերծ չի մնում նման հայտարարություններ անելուց, եւ ըստ էության սա Հայաստանի իշխանությունների այսօրվա վարած քաղաքականությունն է։ Ես մի բան կասեմ, որ շատ ակնհայտ է, որ այն կենտրոնը, որտեղից իրենք սնվում են, որտեղից ստանում են իրենց հրահանգները, հստակ կա այդ հրահանգը եւ իրենք շատ նման են այն թութակին բոլորը, իհարկե ինչու են ընտրված այս հատուկ մարդիկ, այն թութակներն են, որոնց տրվել է այդ նախադասությունը եւ իրենք ուղղակի պարտավոր են անընդհատ ասելու դա, իրենք ընդհանրապես թութակ են եւ իրենք չնայած գիտակցաբար են անում, որովհետեւ կա իրենց մեջ նաեւ ատելություն Արցախի ու արցախցիների նկատմամբ, դա երևում է իրենց թե ծռմռվող դեմքերից, թե բերանից բոց ու թուք դուրս գալու ձևից, բայց ամեն դեպքում իրենք ընդհանրապես այսպես թելից կախված ինչ-որ տիկնիկներ են, որոնք հրահանգներ են կատարում։ Սամվել Բաբայանը հերքում է, որ ինքը Սամվել Շահրամանյանի դեմ ակցիաների հետ որևէ կապ ունի, բայց մենք տեսել ենք բազմաթիվ հրապարակումներ նաև այն մասին, որ այդ ակցիա իրականացնողները Սամվել Բաբայանի համակիրներն են ըստ էության։ Հիմա ինչի են ձգտում իշխանությունները եւ ձեր ասած այդ գործիքը, արդյոք Սամվել Բաբայանը գործիք է Շահրամանյանի դեմ այս պահին, ինչու հենց այս պահին։ Գիտեք, այնտեղ մարդիկ շատերը միամիտ իրականում միգուցե նաև չհասկանալով, այսպես զոհ դարձած մարդիկ էին եւ իրականում այո իրենք չէին էլ թաքցնում, շատերը բացահայտ հենց խոսում էին այդ մասին։ Ես չեմ ուզում որակումներ տալ, բայց ես եւս մտածում եմ, արդյոք ուղղորդված չի այս ամենը, որովհետեւ իրենց առաջի հավաքից ընդամենը 4 օր առաջ Հայաստանի կառավարությունը օրինագիծ բերեց, որով Արցախի թե ներդրումային հիմնադրամի, թե գյուղի հիմնադրամի, որը իդեպ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տվել վերագրանցվել Հայաստանում, թե շատ իրավաբանական անձերի ակտիվները անցնում է Հայաստանի Հանրապետության, այսինքն իշխանությունների կառավարմանը, եւ դրանից այդ օրինագիծը բերելուց 4 օր հետո սկսվում է այս շոուն Արցախի ներկայացության դիմաց։ Ես վստահ եմ, որ դա հիմնականում արվում էր շեղելու համար իրական խնդրից, որտեղ եթե մի կողմ դնենք ինչի համար է անում Հայաստանի իշխանությունը, չէ՞ որ դրանք ահռելի միլիարդների մասին է այդ խոսքը, ինչ նպատակների համար։ Ամեն դեպքում
դեպքում շատ շատերը այո հակված են դիտարկել, որ սա ուղղորդված էր եւ իդեպ ես ուզում եմ իրենց բոլորին հիշեցնել, որ 2018-ից մենք կատաղի պայքար ենք տարել Թալանի դեմ եւ շատ մարդիկ որոնցից կային նաեւ այդտեղ կանգնածները դատախազությանը հենց մեր հաղորդումների հիման վրա վարույթներ են սկսել իրականացնել։ Ակցիայի ժամանակ ինչ չէինք լսեցինք, օրինակ կներեք ձևակերպումը ասեմ այդ քննադատությունների, որ հնչում են Նիկոլական Արցախցի, Աննա Հակոբյան գովերքող Արցախցի, մի տեսակ ընդհանուր արցախցիների անվան հետ ինչ որ խաղացող գործողություններ են առերևույթ։ Գիտեք, եկեք մենք ոչ թե կենտրոնանանք, որովհետև այնտեղ մենք տեսանք 200 մարդ, լավ, թող լինեն 500-ը, 1000-ը, բայց մենք խոսում ենք 160,000 արցախցու մասին, որոնք շատ լավ գիտակցում ու հասկանում են ինչի պատճառով, ինչպես, ինչու են հայտնվել այսօր իրենք այս իրավիճակում։ Եվ այդ մարդիկ չեն, որ ժողովրդին ներկայացնում են, դա միանշանակ ցավոք սրտի նման միջոցառումները, քանի որ նաև եթե իհարկե ուղղորդված են, իրենք շատ լավ մեծ աղմուկ են կարողանում բարձրացնել, բայց ավելի շատ աղմուկն է, քան ներսի բովանդակությունը, որովհետև երբ որ նույն գործընթացը մենք ուզում էինք 2021 թվականին անել, մեր խմբակցության ղեկավարը հենց չեն խոսում Թալանի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։